Ողջույն Օրագիր Նյուզի մեր շատ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալվել է բլոգեր Նունե Շեկոյանը։ Ողջույն Նունե ջան։ Ողջույն Թամարա ջան։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել ես մեզ։ Ես էլ շատ շնորհակալ եմ ինձ նկատի ունենալու համար։ Նախ առաջինը հենց սկսենք երևի այն հարցից, որը մեր հետևորդներին կհետաքրքրվի։ Մի փոքր պատմես քո մասին, որտեղ եք ծնվել, մեծացել, ինչպես է անցել ձեր մանկությունը։ Իհարկե, ես ծնվել եմ հրաշք լորի, հրաշք Դսեղում, չնայած որ այդպես եմ միշտ ներկայացնում, բայց իրականում ես ծնվել եմ Երևանում, որ շատ հետաքրքիր է։ Հա, իրականում ես ծնվել եմ այստեղ, կյանքիս առաջին 2 տարիներին ապրել եմ այստեղ, ու շատ ուրախ եմ, որ չեմ հիշում դա։ Որից հետո վերադարձել եմ Դսեղ, մանկությունս անցել է Դսեղում, նախնական կրթությունս մինչև 9-րդ դասարան, այսինքն ստացել եմ Դսեղում, այնուհետև կրթություն շարունակելու նպատակով տեղափոխվել եմ արդեն Երևան, սովորելու Երևանում, քոլեջում, հետագայում համալսարանում, մանկությունս ինչ եմ ասում անցել է Դսեղում, ինչ եմ շեշտում որ անցել է Դսեղում, որովհետև իրականում դա իսկապես կյանքիս ամենալուսավոր տարիներն են եղել, պայմանավորված Դսեղով, ես այդպես եմ մեկնաբանում, իհարկե գուցե անցներ Երևանում կամ ինչ-որ այլտեղ նորից անցներ հրաշալի, բայց միշտ ասում եմ, որ ես Դսեղում եմ մեծացել, մանկությունը հրաշալի անցել, այդ իմ խոսքերից մեկն է։ Գյուղը ընդհանրապես ինչպիսին է երեխայի աչքերով, երբ որ դու դեռևս ընդհանրապես առօրյայի հոգսերին ծանոթ չես եւ ժամանակի ընթացքում արդյոք դու էլ ունեցել ես մասնաբաժին դառնալու տվյալ առօրյայի մասը։ Իրականում ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղում տարբեր ընտանիքներում երեխաներն ունենում են տարբեր հոգսեր, այսպես ասած, տարիքով պայմանավորված, չի կարելի ընդհանրացնել ու ասել, որ գյուղի բոլոր երեխաները օրինակ 7 տարեկանից սկսում են հող փորել, որովհետև անձամբ ես իմ փորձից ելնելով ասում եմ, որ ոչ մի գյուղատնտեսական աշխատանք ես չեմ արել իսկապես, եթե նույնիսկ այլ եմ ինչ-որ բան, օրինակ այգում կամ թեկուս ինչի եմ ընտանիքիս օգնելով, իրական դա արել եմ ուղղակի իմ ցանկությամբ ու որպես երեխա ինձ հետաքրքրել է այդ process-ը, ես մասնակցել եմ այդ process-ին։ Դա իհարկե գալիս է նաև ընտանիքից, ընտանիքի անդամներից, որովհետև իհարկե կան ընտանիքներ, ովքեր որ երեխաներին կամ կարիքից ելնելով գուցե չեն ցանկանում դրթել կամ ուզում են այդպես մեծացնել, դաստիարակություն են ուզում այդպես լինի, իհարկե երեխաներ կան, ովքեր որ նաև ստիպված մասնակցում են գյուղական աշխատանքներին, բայց իմ փորձից ելնելով կարող եմ հստակ ասել, որ ոչ բոլոր ընտանիքներում են այդպես եղել, ու իրականում ես ոչ մի մասնակցություն չեմ ունեցել գյուղական ոչ մի գործում, երբ հենց դրա համար էլ շատ սիրել եմ գյուղական առօրյան։ Տեսեք, մի քանի կարծրատիպեր կան, որոնց մասին կցանկանամ խոսենք, որ շատերը պատկերացում ունեն, որ հիմնականում եթե բնակվում ես գյուղում, դա այդպես է լինում։ Նախ առաջինը աղջիկների վերաբերյալ, որ եթե օրինակ աղջիկները գյուղում ավարտում են դպրոցը, արդեն համալսարանի մասին խոսք չի գնում, այլ միանգամից ուղղությունը դեպի ամուսնությունն է գնում։ Ինչպիսի կարծիք կա ընդհանրապես արդյոք սա համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Իրականում հենց Դսեղի հետ կապված կարող եմ խոսել, որովհետև չեմ կարող ընդհանրացնել ընդհանրապես ոչ մի թեմայի հետ կապված, քանի որ Դսեղը Թումանյանի գյուղն է, Թումանյանը իր հայրը շատ մեծ դեր ունեցել մեր կրթության գործում, Դսեղը ի սկզբանե միշտ եղել է կրթված գյուղ ու մեզ մոտ թե աղջիկները, թե տղաները միշտ ձգտում են կրթվելու։ Այն մարդիկ են աղջիկները, ովքեր որ իրականում չեմ առանձնացնում աղջիկների եւ տղաների, ինչպես հասկացաք, որովհետեւ իսկապես տարբերություն չկա մեզ մոտ կրթություն ստանալու գործում, բոլորն են ձգտում կրթություն ստանալու, այն մարդիկ, ովքեր չեն ստանում կրթություն, դա կամ իրենց ցանկությամբ է, այսինքն իրենք են ընտրում այդ ճանապարհը, կամ մաքսիմում հնարավորություն չլինելու պատճառով, բայց որպեսզի չստանան կրթություն եւ ամուսնանան, շատ քիչ երևի հազվադեպ դեպքեր է, որոնց մասին գուցեև չել բարձրաձայնվել, չենք էլ իմացել, այսպես ասած, բայց մեծ մասը, գրեթե 99%-ը Դսեղի ձգտում են կրթվելու, կրթվում են, ուղղակի չեն վերադառնում։ Այսինքն նրանք էլ ովքեր որ դնում են կրթության, իրենց կրթությունը, իրենց ստացած գիտելիքը օգտագործում են արդեն դրսում ասելով Դսեղից դուրս, Հայաստանի սահմաններում, բայց Դսեղից դուրս։ Հենց դրա վերաբերյալ էլ ճիշտ ասած մի sense պատկերացում ունեմ, ինքս քանի որ սովորում եմ ներկայումս նաև ուսանող եմ, շատ եմ հանդիպում, որ երբ որ գալիս են այստեղ սովորում, մարդիկ մտափոխվում են եւ իդ չեն ցանկանում վերադառնալ։ Մի կողմից մենք չենք կարող ոչ մեկին մեղադրել, մի կողմից էլ եթե ոչ մեկ իդ չվերադառնա, ապա զարգացում բնական է չենք տեսնի։ Ըստ քեզ ո՞րն է պատճառը, որ մարդիկ ձգտում են մնալ եւ զարգացում ունենալ այստեղ, քան վերադառնալ եւ ինչ կարող ենք անել, որպեսզի որոշակիորեն լուծում տանք այդ խնդրին։
Կասեմ իմ կարծիքը իհարկե, չեմ կարող էլի ընդհանրացնել, ես վերադարձել եմ դսեղ այն ժամանակ, երբ որ հասկացել եմ, որ արդեն կա հնարավորություն։ Այսինքն ես էլ եկել եմ կրթություն ստանալու, ընդհանրապես գաղափար անգամ չեմ ունեցել, որ ես վերադառնալու եմ, բայց երբ որ հասկացա, որ դսեղը ունի մեծ պոտենցիալ ու այն գիտելիք, որ ես ունեմ այստեղ օգտագործում եմ այստեղ սպասարկման ոլորտում, նույն գիտելիքները ես ունեմ հնարավորություն օգտագործելու այնտեղ եւ ինչու ոչ, եթե ինձ այնտեղ ավելի հաճելի է, եթե այնտեղի ընտանիքն է, ամեն ինչ ուղղակի հիանալի է։ Այն ինչ որ խանգարում էր ինձ քաղաքում չկար գյուղում ու դրա համար եթե խոսեմ նրանց մասին ովքեր որ չեն վերադառնում դսեղ կամ ընդհանրապես իրենց գյուղեր լրիվ նորմալ է ես լրիվ նորմալ եմ համարում որովհետև եթե իմ ոլորտում կար պոտենցիալ դսեղում օրինակ շատ չգիտեմ խոհարարներ օրինակ այնտեղ գուցե անելիք չունեն կամ շատ հաշվապահներ այնտեղ գուցե անելիք չունեն այսինքն այն մարդիկ ովքեր որ ուզում են նաև վաստակել իրենց կրթությամբ որովհետև ի վերջո մենք դրան ենք գնում այսինքն կրթություն ստանում ենք նաև հետագայում գումար վաստակելու համար գուցե գյուղը չի կարողանում ապահովել աշխատատեղեր եւ հետագայում արդեն ընտանիքներում խնդիրներ առաջացնելու վախով էլ չեն վերադառնում գյուղ բայց իրականում ես մի բան կասեմ փոքրիկ էլի իմ փորձից Ես էլ շատ վախեր ունեցել եմ վերադառնալուց առաջ ու մտածում եմ իրականում կհարմարվեմ թե չեմ հարմարվի ճիշտ է Երևանը չեմ սիրել արդեն այդ շրջանում վերադառնալու շրջանում բայց ամեն դեպքում այդ վախերը մի փոքր պետքա ավելի ցածր գնահատել քան ավելի լավին հասնելու մեծ ցանկությունը Նաև մի այսպիսի կարծրատիպ կա, որ հիմնականում մտածում են, որ երիտասարդության համար գյուղը այդքան էլ ակտիվ միջավայր չի, քանի որ ավելի պասիվ է, երիտասարդները սիրում են ավելի ակտիվություն։ Ինչպիսին է ձեզ մոտ եւ ըստ քեզ ինչ պետք է անեն մարդիկ, որպեսզի այդ ամեն ինչը մի փոքր վերափոխվի։ Իրականում ճիշտ են, որովհետև երիտասարդների համար գյուղում բավականին ձանձրալի է հետաքրքրություններից ելնելով։ Այսինքն, եթե իմ հետաքրքրություններում կա ամեն շաբաթ օր գնալ որևէ սրճարան կամ որևէ խնջույքի, բնականաբար ես չեմ կարողանա իմ առօրյան կառուցել ու կազմակերպել գյուղում։ Այնտեղ այդ հնարավորությունը չկա։ Բայց եթե իմ հետաքրքրությունների մեջ իմ ընկերների հետ կամ միայնակ գնալ բնության գրկում, չգիտեմ, ինչ որ ստեղծագործել կամ երաժշտություն լսել կամ նման ինչ-որ բան, ապա իմ հետաքրքրությունները բնություն լրիվ բավարարում է ու հետևաբար ես չունեմ կարիք այլ ժամանց անցկացնելու, այսինքն ես բավարարված եմ ինձ կողմ։ Այն երիտասարդները, ովքեր որ էլի լրիվ նորմալ է, ամեն մեկս մեր առօրյան մի կերպ են կառուցում, իրենց մոտ էլ այսքան ես բացասական չեմ խոսում այդ մասին, եթե իրենց հետաքրքրությունները այլ բաների շուրջ են կառուցում, ապա իրանք իսկապես չեն կարող գյուղում ապրել ու անիմաստ ժամանակ են վատնելու փորձելով գյուղ վերադառնալ։ Այսինքն պետքա մի հատ անալիզ երևի անենք, ինքնաճանաչողությամբ զբաղվենք ու հասկանանք ինչքանով է գյուղ վերադառնալը մեր համար օգուտ լինելու, ոչ թե վնաս։ Ինձ լրիվ բավարարում է գյուղը, որովհետև ես հոգնել էի արդեն քաղաքի աժոտաժից ու ես ձգտում էի դեպի բնություն, ինձ բնությունը իմ ընկերուհին է արդեն գյուղում։ Նաև մի այսպիսի պատկերացում էլ կա, որ հիմնականում գյուղում ավանդական արժեքները շարունակում են պահպանել, աղջիկները որոշակի ստանդարտներ կան եւ նաեւ տղաների համար ես ինքս նաեւ չառանձնացնեմ սեռերին, որոշակի ստանդարտներ կան, որոնց պետք է հետևեն։ Արդյոք այդպես է, թե դու նկատում ես որոշակի զարգացում, թե պահպանվել է այն, որ որոշակի ստանդարտներ կան կամ գիծ, սահմանագիծ կա, որը չպետք է անցնես։ Իրականում շատ մեծ տարբերություն կա մենթալիտետի Հայաստանի մեջ, այս փոքրիկ տարածքում, քաղաքի ու գյուղերի մեջ, իրականում, այո, շատ հստակ գծված են ինչ-որ տրադիցիոնալ սահմաններ գյուղում, որոնցից որ շատ դեպքերում աղջիկներն են տուժում, այսինքն այստեղ կարող ենք առանձնացնել ինչ-որ չափով աղջիկներին, շատ բաներ կա, որ կարելի է տղաներին, բայց աղջիկներին չի կարելի։ Ես այս մասով իմ բլոգում օրինակ շատ հումորային տարբերակներով խոսում եմ, սրանք սոցիալական հարցեր են, որոնց անդրադարձը շատ կարևոր է, որովհետև եթե ես որոշել եմ, որ պետքա այս մասին, ընդհանրապես գյուղական կյանքի մասին խոսեմ, ապա պետքա պատասխանատվություն վերցնեմ նաև բացասական կողմը ներկայացնելու, ինչը որ անում եմ այն կերպով, որ ոչ մեկ չնեղանա ամեն դեպքում, այսինքն հումորն այդտեղ գալիս է օգնության, բայց որպես այդպիսին մի քիչ դաժան է աղջիկների հանդեպ գյուղը, այն աղջիկների իհարկե, ովքեր որ թույլ են տալիս ինչ-որ առումով դա իրենց հանդեպ։ Օրինակ բերեմ,
Ես իմ մասին, օրինակ գյուղում այնպես բաներ ման, որ ես առաջին անգամ լսեմ, այսինքն իմ կյանքի մասն է, բայց ես տեղյակ չեմ, որ իմ կյանքում այդպիսի բաներ կատարում։ Իրականում դրան լրիվ հումորով եմ մոտենում շատ, որովհետև մի քիչ նաև խղճում եմ այն մարդկանց, ովքեր իմ կյանքով են ապրում։ Ինչ եմ ասում, խղճում եմ, ես ընդհանրապես ինձ թույլ չեմ տա այդպես արտահայտություն, բայց քանի որ դա միակ բանն է, որով ես կարող եմ հակահարված տալ, այսպես ասած, ինձ վնասող մարդկանց, ես նախընտրում եմ այդ տարբերակը, ասենց շատ հանգիստ ծիծաղում եմ անցնում եմ առաջ, որովհետև դա մեծ հաշվով ինձ ոչ մի վնաս չի կարող տալ, բացի իրենց խոսալուց, բայց այն աղջիկները, ովքեր գաղափարապես դեռ չեն հասել դրան, իրենք դեռ կախված են մյուսների կարծիքից, իրենց համար դա կարող է շատ ճակատագրական լինի ու ավելի փակվեն նպատակներ ու երազանքներ ունեն, որոնք դնեն արդեն երկրորդ գծին, երկրորդ մասում կամ երկրորդ պլանում բոլորին որպես լավը ներկայանալու համար։ Միևնույնն է, աղջիկներ ջան, չենք կարող բոլորի համար լավը լինենք, այնպես որ մի կյանք ենք ապրում, ապրեք արժանավայել ու ձեր նպատակներին հասնելով։ Այ հիմա այն հարցն է գալիս, որ ինձ շատ էր հետաքրքրում, երբ որ սկսեցիր բլոգ վարել, արդյոք չկար այն վախը, որ ձեզ մոտ ինչպես կընդունեն դա, արդյոք բացասական արձագանքներ լինում են եւ ինչպես էիր դու դրանց արձագանքում հումորից զատ, չէր քեզ դա խոցում։ Ուրեմն ասեմ, որ իմ կյանքի բոլոր որոշումներում, բոլոր հաջողություններում ես շնորհակալ եմ իմ ընտանիքին, առավել ևս մայրիկիս ու հայրիկիս, որովհետև իրականում ես չգիտեմ, թե ում եմ ինչ լավություն արել, որ սենց adekvat ընտանիքում եմ ծնվել։ Իմ համար ի սկզբանե կարևոր է եղել ծնողներս կարծիքը, ես իրենց հետ եմ քննարկել այս հարցը, ստացել եմ շատ դրական պատասխան իրենցից, ընթացքում էլ նույնիսկ եթե ինչ-որ բաներ լսել ենք օրինակ գյուղացիներից, ահա որ մեծ support եմ ստացել իմ ծնողներից, որը սենց ինձ ավելի է ոգևորել, հետևաբար ոչ միայն երկրորդ, երրորդ պլանում էր ինձ մյուսների կարծիքը, այլև ընդհանրապես չէր հետաքրքրում բացասական կարծիքը։ Իրականում ես շատ դրական կարծիքներ եմ ստացել մեր գյուղացիներից, որ ընդհանրապես չէի սպասում անկեղծ, ոչ բացասականն էի սպասում, ոչ դրականն էի սպասում, դե այդ դեպքում դրական ստանալը ավելի հաճելի է ու շատ մեծ ոգևորություն եմ ունեցել դրանից, բայց հետո իմացել եմ, որ փաստորեն ի սկզբանե վատ բաներ են խոսացել, բայց փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր ի սկզբանե քեզ չեն հավատում կամ քո արած ինչ-որ բանին չեն հավատում, հետագայում ավելի բարձր են գոռում քեզ շնորհավորելու կամ հպարտանալու ինչ-որ թեմաներով, այդ առումով ինձ ու ծնողներիս եմ շնորհակալ, որ կարողացանք այդ պատնեշը շատ բարձր գլխով այսպես անցնել ու բարձ ճակատով շարունակեցի ես այն ինչ որ ինձ դուր է գալիս ուղղակի ու ոչ մեկին չի վնասում փաստացի։ Նաև քո բլոգի վարումից հետո բավականին շատ մեծ արձագանք, ինքս էլ ասեցի, որ մարդիկ ցանկություն են ունենում արդեն տեղափոխվելու, տեսնելու այդ տեղի կյանքը, ընդհանրապես ինչպես էր քո արձագանքը այդ ամեն ինչին։ Այդ իմ ամենասիրած մասն է իրականում, որովհետև ես չէի սպասում, իրականում բլոգը սկսել եմ լրիվ պատահական, ինչպես շատերի մոտ եմ նկատում, այսինքն ուղղակի ես սիրում եմ ինչ-որ էդիթներ անել ու մի անգամ որոշեցի, որ պետք է այդ էդիթներից մեկը գցեմ ու մի անգամից sense մեծ արձագանք ստացա, որը ես չէի պատկերացնում, 400,000 մի կայքում 300,000 դիտում ու շատ մեծ արձագանք ստացավ, միայն դրական, իսկապես միայն դրական ու ինչի էի որոշել ես դա անել, որովհետև ես տեղափոխվել էի գյուղ ու իմ բոլոր ընկերները, հատկապես այն ընկերները, ովքեր որ իմ մեջ մեծ պոտենցիալ էին տեսնում, անդադ ասում են, որ ափսոս եմ, շատ ափսոս եմ, ինչի եմ գնացել գյուղ, ես բացատրում եմ իրենց, որ իրական հիմա ինձ ավելի լավ է, ես ինձ ավելի լավ եմ զգում, հետո ես հետ չեմ գնացել մի քայլ։ Իրենք պատկերացնում են, որ ես ինչ որ բարձունքից ավելի հետ եմ գնում։ Փորձում էի բացատրեմ, բայց պարզ է, որ ինչքան էլ ինձ փորձում էին չնեղացնել, ամեն դեպքում չէին թաքցնում են փաստը, որ ես ըստ իրենց հետ եմ գնացել մեկ քայլ։ Դրա համար այդ օրը, հենց որը որ վլոգ էի նկարել, այդ օրը շատ տարբեր զբաղվածություն ունեի ու ամբողջ օրը իմ աշխատանքների մեջ էր ինչ-որ sense ակտիվ հավես ու որոշեցի իրանց ապացուցելու համար, որ տեսեք, որ ես լավ եմ ապրում, որոշեցի վլոգ նկարեմ ու տեղադրեմ։ Հետո, որ արդեն տենց մեծ լավ արձագանքներ ստացան, հասկացա, որ
դուրա գալիս մարդկանց կարելի է շարունակել։ Բայց քանի որ խոսեցի սկզբից, մոռացա հարցը, որ խնդրեմ մի հատ էլ կկրկնես հարցը։ Երբ որ սկսեցիր վլոգ վարել, բավականին մեծ արձագանք եղավ, որ մարդիկ արդեն դրական կերպով ցանկանում են տեղափոխվել։ Մերսի։ Ուրեմն ամենաառաջին անգամ հիշում եմ, որ մի աղջիկ էր գրել, որ ինքը հարս է ու քաղաքից գնացել էր գյուղ հարս ու բոլորն իրան մեղադրում էին, իրեն բարեկամներն էին մեղադրում, որ ինքը գնացել էր հարս գյուղ, բոլորն ասում էին, որ ավելի լավին ես դու արժանի ու ինքը ասենց շատ նեղված այդ աղջիկը գրել էր, որ ինչ լավ է դուք կաք, հիմա ձեր վիդեոները ցույց եմ տալիս, բացատրում եմ, որ ամեն ինչ այդքան վատ չի, ինչքան դուք եք պատկերացնում։ Ես հասկացա, որ փաստորեն իմ պատկերացման պես փոքրիկ ինչ որ բաները կան ինչ որ մեկի կյանքում բավական գլոբալ փոփոխություն բերեն ու ամենաառաջին նամակը, որ պատասխանատվության ինձ ենթարկել, եղել է այդ նամակը, որից հետո եկել են արդեն նամակներ, որ դսեղում տուն գտեք գանք առնեն, շատ այնց նամակներ ստացի գիտեք, որ ասում են Եթե նույնիսկ դսեղում չեք կարողam տուն գտնել, ինչ որ ուրիշ գյուղում տուն գտեք, գանք ապրենք կամ գոնե մեր համար ինչ որ հանգստի տեղ սարքենք, որ կարողանանք անդադ գալ գնալ, այսինքն այն մարդիկ, ովքեր որ գյուղի մասին այլ պատկերացում են ունեցել, փաստացի արդեն ուզում են տուն գնել գյուղում, իսկ դա շատ մեծ փոփոխություն է իրականում։ Եթե այսպես պատկերացնենք, օրինակ դսեղի տնտեսության համար, եթե իսկապես ես կարողանամ գոնե մեկ անձին մոտիվացիա լինել, որ գա գյուղում, ինչ որ տուն գնի ու փորձի այդտեղ ապրել, եթե նույնիսկ նայենք զուտ տնտեսական մասով, այսինքն ոչ թեկուզեն մասով, որ բնակչության մեջ արդեն փոփոխություն կլինի, գուցե ինքը մտածելակերպ բերի դսեղ, այդ էլ շատ կարևոր է։ Ամեն մի հատ փոքրիկ ներդրումը, ամեն մեկի շատ մեծ փոփոխություն կարա բերի մեր գյուղին ու ընդհանրապես բոլոր գյուղերին, ինչը որ իմ համար արդեն դարձավ առաջնային, եթե ես մինչ այդ հոլովակներ տեղադրում էին նրա համար, որ ինձ ավելի հետաքրքիր էր, ավելի հաճելի էր կամ այն մարդկանց համար, ովքեր չէին հավատում, որ ես լավ տեղում եմ, արդեն սկսեցի ինչ-որ ժամանակ հետո հոլովակները տեղադրել այն մարդկանց համար, ովքեր իսկապես ոչ թե գաղափար չունեն, այլ չեն պատկերացնում, թե ինչքան լավ է գյուղում ու իրանք իսկապես փոխեցին իրենց կյանքը ինչ-որ չափով, հատկապես հանգստի մասով։ Արդեն շատ էին դիմում, որ հյուրատուն գտեք գանք ձեր գյուղ հանգստան կամ չգիտեմ, հյուրանոց գտեք գա, ու ես իրական բոլորին, ու ինչքան կարողացել եմ, օգնել եմ շատ հյուրատուն գտնելու հարցում, զուտ sense անկեղծ սրտով էլի, որ հա, եթե գալիս եք դսեղ, ուրիշ տեղ չէ, դսեղում է։ Նաև մի հետաքրքիր խոցելի հարցի վերաբերյալ դու նաև խոսեցիր, երբ որ քաղաքից աղջիկները հարս են գնում գյուղ, միշտ այսպիսի կարծրատիպեր կան, որ պետք չի նման քայլ դիմել, քանի որ դու ունենում ես հետընթաց, չարժե նաև շատ սխալ են արտահայտվում, բայց կյանքի խորտակում է դա իր հետ բերում։ Ընդհանրապես դու կարող ես որոշակի օրինակներ բերել, որ իրականում այո, կան նման երևույթներ, բայց ոչ բոլորն են այդպիսին։ Այո։ Իհարկե, չեմ փորձի ինչ-որ անուններ տալ կամ խոսել ինչ-որ մարդկանց մասին, բայց թեկուզ եթե չխոսենք հարս գնալու մասին, ես միշտ ասում եմ իմ օրինակով, երբեք չեմ կարող դիմացինի էմոցիաները կամ ապրումները, գուցե ինձ այլ բան ներկայացնեն, իրանք իրենց ներսում այլ բան զգան, դրա համար միշտ իմ օրինակով ասում եմ, եթե նույնիսկ ես ոչ թե գնայի մեր տուն, ոչ թե գնայի իմ ընտանիք, իմ հայրիկի մայրիկի մոտ, գնայի հարս գյուղում, գյուղի հանդեպ իմ էմոցիաները նույնն էին լինելու։ Այստեղ կա միայն մի փոքր տարբերություն այն առումով, որ աղջիկները գնում են ուրիշի տուն, այսինքն եթե ես այստեղ սփորթի կարիք եմ ունենում, իմ ծնողները իմ կողքին կանգնած են, բայց եկեք նաև վերցնենք այն օրինակը, որ քաղաքում էլ կամ յուրաքանչյուր տեղ, երբ որ մարդիկ աղջիկներն ամուսնանում են գնում են այլ տուն, իրենց միշտ է պետք է օգնությունը, այսինքն եթե կարևոր մարդը ինչ ընտանիք կգնա ու թե ինչ աջակցություն կստանա այդ ընտանիքից, կապ չունի դրսում ծառերն են շատ, թե շենքերն են շատ, այսինքն իմ համար աբսուրդ է այդ արտահայտությունը ընդհանրապես, որ գնում են գյուղ, կործանում են իրենց կյանքը, եթե մարդիկ ամուսնանում են, երջանկանում են, իրենց երջանիկ են զգում, կապ չունի լինեն քաղաքում, գյուղում, թե տիեզերքում կամ չգիտեմ լուսնի վրա։ Կարևորը մարդիկ երջանիկ զգան իրենց, այնպես չի որ հարսներին հիմա հաստատ 25 թվականին չեն գնում միանգամից կով կթելու։ Եկեք ճիշտը խոսենք։ Հա, կան գյուղեր, կան տեղեր, որտեղ որ նույնիսկ հնարավոր ինտերնետ չկա, այսինքն եթե վերցնենք այդ օրինակները, որ ինչ շատ են գրում
այլ գյուղի բնակիչները, երբ որ ես ներկայացնում եմ դսեղի լավ կողմերը, որ ինչքան զարգացած է ամեն ինչ տնտեսություն եւ այլն, ինչ շատ են գրում, որ մենակ դսեղի մասին ասա, ինչ ես մյուս գյուղերի մասին ասում, ես չեմ ընդհանրացնում ընդհանրապես։ Իմ բոլոր հոլովակներում, երբ որ ես խոսում եմ դսեղի մասին, ես խոսում եմ դսեղի մասին, շեշտում եմ, որ խոսում եմ դսեղի մասին։ Մեկ էլ շատ են ասում, որ օրինակ երբ որ ես գյուղը ներկայացնում եմ շատ լավ կողմով, չգիտեմ ինչու քաղաքաբնակ մարդիկ մտածում են, որ վատաբանում եմ քաղաքին, բայց իրականում ես ուղղակի գովաբանում եմ գյուղը, այսինքն ես ոչ մի բացասական բան քաղաքի մասին չեմ կարող ասել, որովհետև առանց այդ էլ իսկապես արդեն կես բուռ մեր երկրում, եթե առանձնացնենք գյուղ քաղաքը, եթե մենք մեր մեջ առանձնացնենք դա, ապա էլ ոչ մեկից ոչինչ կարելի է չսպասել։ Դրա համար քաղաքն էլ ժամանակին եղել է ինձ կրթություն տվողը, ինձ սնողը, ես երբեք չեմ կարող քաղաքի մասին խոսել վատ բան։ Ես կարող եմ ասել, որ քաղաքն այլևս չի համապատասխանում իմ ապրելակերպին, դա այլ բան է, բայց մարդիկ մի քիչ ուրիշ ձև են դա հասկանում ու հարցներ ջան, կարաք հանգիստ ամուսնանաք գյուղում, դուք չեք գնում այնտեղ կով կթելու, դուք գնում եք երջանիկ ապրելու։ Եվ քանի որ նշեցիր, որ գնացել էիր սովորելու, ինչպես որոշեցիր, որ պետք է ընդունվես համալսարան եւ տեղափոխվես քաղաք, ինչպիսին էր այդ շրջանը քեզ համար։ Իրականում, քանի որ ես եկել եմ սովորելու ի սկզբանե քոլեջում, այսինքն 9-րդ դասարանից, որոշումը չի եղել ինձնից կախված։ Քույրիկս ավարտել էր 12-րդ դասարանը, ինքը ամեն դեպքում պետք է տեղափոխվեր Երևան, ու քանի որ ես ավարտում էի 9-րդ դասարանը, ծնողներս որոշեցին, որ ավելի ճիշտ կլինի, որ երկուսով գանք կրթությունը ստանալ Քոլեջն ընտրել եմ լրիվ պատահական, մասնագիտություն ընտրել եմ լրիվ պատահական, բայց քանի որ ոչինչ չի լինում այս կյանքում պատահական, ես սովորել եմ մարքեթինգ բաժնում ու դա դարձել է իմ կյանքի sense սերը։ Ես սիրահարվել եմ ուղղակի իսկապես մարքեթինգին, գաղափար չունեի նույնիսկ թե դա ինչ է։ Ուղղակի հիշում եմ նույնիսկ բաժիններն ընտրելու ժամանակ կար երկու տարբերակ՝ հաշվապահություն ու մարքեթինգ։ Ես հաշվապահություն ոչ թե չեմ սիրում, մաթեմատիկա միշտ եմ սիրել, բայց չեմ պատկերացրել երբեք, որ ես կարող եմ ինչ-որ սենյակում նստել, փաստաթղթերով աշխատել։ Ես մարդկանց եմ սիրում, մարդկանց հետ շփվել, այդ աշխատանքն եմ սիրում, sense իմ համար մի քիչ ծառ աշխատանք էր, չգիտեի մարքեթինգ ինչ էր եկան, բայց հաստատ հաշվապահություն չէի ուզում։ Ու այդպես ընտրել եմ մարքեթինգ, բայց ոչ մի կերպ դա ինձնից կախված չի եղել։ Այսինքն ես չեմ որոշել, որ պետք է գնամ, չնայած որ այդ որոշման համար էլի շատ շնորհակալ եմ ծնողներիս, որովհետև դա շատ բաներ փոխեց 14 տարեկան ունեի կյանքում։ Իսկ երբ որ որոշեցիր հետ վերադառնալ գյուղ, ինչը քեզ ստիպեց, որպեսզի հետ վերադառնաս եւ նորից չկար այն վախը, ինչքան էլ որ դու ցույց էր տալիս, որ իրականում դու ուզում ես հիմա այնտեղ տեղափոխվես, բայց սրտի խորքում արդյոք այդ վախը չկար, որ միգուցե չստացվի։ Ուրեմն ես մի բան ունեմ հստակ իմ կյանքում դրված, դա ես դրանով շարժվում եմ, միշտ ապրում եմ այդ մտքով, որ ինչ էլ որ լինի, եթե ինչ-որ մեկի մոտ ստացվել է, ուրեմն իմ մոտ էլ կստացվի անպայման, եթե ոչ մեկի մոտ չի ստացվել, ուրեմն ես կլինեմ առաջինը։ Ու գյուղում ապրելը ստացվեց այնպես, այսինքն վերադառնալը ստացվեց այնպես, որ ես այստեղ արդեն բավականին լավ աշխատանք ունեի, տարիներ առաջ վթարից հետո այնպես էր ստացվել, որ օրգանիզմումս կար երկաթ, որ պետքա դուրս գար, այսինքն հանեին վիրահատության շնորհիվ միջոցով, այնպես ստացվեց, որ արդեն պահն էր հասունացել, պետքա վիրահատությունն արվեր ու վերականգնողական շրջանում պարզեր, որ ինձ պետք էր մայրիկիս օգնությունը, հետևաբար արդեն ստացվում էր այնպես, որ իմաստ չկար Երևանում մնալը, պետքա գնայի գյուղ, որպեսզի մայրիկս ինձ կարողանար խնամել։ Երբ որ վերադարձա դսեղ, վերջին անգամ դսեղում որպես այդպիսին, որ գնայի ու մեկ օրով չլիներ կամ երկու օրով չլիներ, երևին 4-5 տարի այդպես չէր եղել։ Պատկերացնեք 4 տարվա ընթացքում ես գնացել եմ դսեղ, մեկ օր մնացել, հաջորդ օրը եկել ու իսկապես չէի էլ պատկերացնում նույնիսկ, որ դսեղում ամեն ինչ այդքան լավ է, այսպես ասած։ Երբ որ վերադարձա դսեղ ու խնամքից հետո արդեն պետքա հետ վերադառնա Երևան, որ գայի նորից իմ աշխատանքին, հասկացա, որ այն նույն աշխատանքը, որ ես անում եմ Երևանում, դա կարամ անեմ իմ ծնողների կողքին լինելով, ոչ օտարության մեջ, որովհետև հա մեր մայրաքաղաքն է ու այստեղ բոլոր իմ հայրենակիցներն են, բայց ինձ համար սա օտարություն էր իրականում։ Որոշեցի, որ ամեն դեպքում պետքա փորձեմ։ Ու վախը
վախից խոսեմ այն մասով, որ ես ընդհանրապես իմ տեսակով վախկոտ մարդ չեմ, իմ բոլոր կարևոր որոշումները շատ սպոնտան եմ կայացնում ու մինչև հիմա փորձը ցույց է տվել ինձ, որ երբեք այդ սպոնտան կայացրած որոշումները ինձ չեն թողել, որ փոշմանեմ, այսինքն միշտ դեպի լավն են գնացել։ Այդ դեպքում էլ, երբ որ ես որոշեցի, որ դուրս եմ գալիս այնտեղից ու գալիս եմ դեսեղ աշխատելու, մի պահ sense կանգնեցի, ասի, բայց կարամ, արդյոք կարամ։ Հետո ասեցի շատ մարդիկ կան գյուղում հիմա, որ աշխատում են, ու եթե իրանց մոտ դա ստացվում է, ուրեմն իմ մոտ էլ կստացվի։ Ամեն ինչն էլ իմ համար սովորելու հիման վրա է, կապ չունի ինչ աշխատանք լինի կամ միջավայր լինի, ու հիմա անկեղծ եմ ասում, եթե նույնիսկ ինձ տանեն ինչ-որ ջունգլիներ ու ասեն լրիվ on-height իմ համար ինչ-որ աշխատանք պետք է անեմ, կպահանջվի երևի 4-5 օր սկզբի շրջանը միայն, որ ես կարող եմ ինչ-որ բարդություններ, դրանից հետո ես շատ արագ կսկսեմ շատ հաճույքով աշխատել, ու սա միշտ է իմ ուղեղում որպես ծրագիր դրված, առաջին 3-4 օրը, դրանից հետո ամեն ինչ լավ է լինելու, վախս իմ այդ միտքն ու բնավորությունը լրիվ կորցրեցին, ու մեծ ռիսկով, բայց հետագայում շատ մեծ ուրախությամբ գնացի դեսեղ։ Երբ որ գնացիր, ինչից սկսեցիր եւ ինչպես գտար այն աշխատանքը, որով հնարավոր եղավ քեզ որոշակիորեն ֆինանսապես կայունանալ։ Իրականում, երբ որ ես գնում էի այդ տարին դսեղում բացվում էր մի ռեստորան, ու նոր պետքա բացվեր, դեռ այսինքն բացումն արդեն եղել էր, 2 օր էր ինչ աշխատում էր ռեստորանը, այդտեղ գիտեք ոնց է դսեղում կամ բոլոր գյուղերում ամեն ինչ գրեթե արվում է ծանոթով, բայց ոչ թե ծանոթով տեղավորելով աշխատանքի, այդ տարբերակով չէ։ Այսինքն ես եթե փնտրում եմ աշխատանք, ես ընդհանուր գյուղում այն մարդկանց ում ճանաչում եմ, ասում եմ, որ փնտրում եմ աշխատանք, իրենք եթե լսում են համապատասխան աշխատանքի մասին, ինձ տեղեկացնում են, արդեն ես մնացած աշխատանքները անում եմ։ Լրիվ նույն կերպ է եղել։ Ես ուղղակի ասել եմ, որ փնտրում եմ աշխատանք, այն մարդը, որ ստեղծում էր կազմակերպությունը, փնտրում էր մենեջեր, ու այդպես ստացվեց, որ մենք ի վերջո ես եւ այդ աշխատանքը գտանք իրար։ Իրականում շատ ուրախ եմ, որ հենց այդտեղից եմ սկսել, որովհետև շատ մեծ երջանկությամբ եմ աշխատել այդտեղ, շատ մեծ տարբերություն կա մարդկանց մեջ, քաղաքի ու գյուղի ու ղեկավարման տարբերակները շատ տարբեր են լինում այդ դեպքում։ Ես Երևանում որպես ղեկավար աշխատել եմ շատ խիստ պայմաններում, այսինքն ես պետք է խիստ լինեի, որ կարողանենք աշխատանքում հաջողել։ Իսկ գյուղում լրիվ հակառակն է աշխատում, այնտեղ ավելի շատ ջեր միջավայրն է ու ընտանեկան մթնոլորտում է, որ աշխատանքն ավելի մեծ որակ կստանա, քան ավելի խիստ պայմաններում։ Հետևաբար դա էլ ինձ սովորեցրեց, որ ամեն դեպքում ինչ աշխատանք էլ որ լինի, մարդկային արժեքներից վեր ոչ ման չի կարա լինի, ու գյուղի մեջ այդ առումով էլ շատ բաներ փոխեց։ Լոռեցիները շատ բնավորության առանձնահատուկ գծեր ունեն, բայց որը կառանձնացնեք դուք։ Բարությունը իրականում, ինչի համար եմ հենց առաջինը էս շեշտում, որովհետև ես ամենամեծ բարության ալիքը ստացել եմ հենց լոռեցիներից, մեզնից, որովհետև տեսեք, եթե նույնիսկ անկեղծ հասարակ փողոցում որևէ բանի կարիք ունենաք, օրինակ չեմ, գրիչի կարիք ունենաք, մարդիկ ձեզ տետրել կառաջարկեն, ալբոմներ էլ կառաջարկեն, այսինքն միայն գրիչով չեն բավարարվի։ Այն մարդիկ, ովքեր որ լոռեցիների հետ առնչություն են ունեցել, կապ են ունեցել, հետագայում շատ երկար տարիների կապ են պահպանում միշտ, որովհետև մենք սիրում ենք ընկերանալ, մենք սիրում ենք ինչքան հնարավոր է, ինչքան նույնիսկ մեր հնարավորությունների սահմաններից դուրս լավություն ենք անում, առանց որևէ ինչ-որ բան սպասելու, անշահախնդիր, որովհետև դա մեր էության մեջ է, դա լոռեցիների էության մեջ է, դա Թումանյանի սերնդի էության մեջ է, իրականում չէր կարող Թումանյանի սերունդը լինել վատը, ես միշտ դա ասում եմ, որովհետև եթե մեր պապը Թումանյանն է, մեր մասն արդեն ամեն ինչ կարծում եմ ասված է, էլի, շատ եմ հպարտանում իրականում իրենով ու մենք բոլորս դսեղեցիներս, լոռեցիներս միշտ իրենց օրինակ ենք վերցնում, հետևաբար Թումանյանի որբերի հայր լինելը, ամենայն հայոց բանաստեղծ լինելը չէր կարող հետք չթողնել լոռեցիներին որպես բարի մարդիկ։
Նույնը քո հետևորդները նաև շատ են հետաքրքրվում քո անձնական կյանքով, միշտ իրենց ամենահետաքրքիր հարցերից մեկն է, թե արդյոք քո կողքին մարդ կա թե ոչ, եւ ես ինքս չգիտեմ, թե քո կողքին կա թե ոչ, բայց կցանկանամ իմանալ, արդյոք ինչպիսի մարդ պետք է լինի քո կողքին, որպեսզի կարողանաս դու քեզ զգալ իրական, հանգիստ, այնպես ինչպես դու ես ուզում։ Օրինակ, եթե այս հարցը ես ստանայի մինչև գյուղ տեղափոխվելը, լրիվ հակապատկեր պատասխանը կտայի, որովհետև այն ժամանակ լրիվ այլ պատկերացումներ ունեի մարդկային հարաբերությունների մասին, այս պահին ես իմ կողքին պատկերացնում եմ այն մարդուն, ով որ շատ ավելի կայուն ու ծանր բնավորություն կունենա, որովհետև ընտանիքում գոնե մեկը պետք է ծանրը չէ, իրականում կատակը մի կողմ ինձ թվում է բոլոր աղջիկներն են պատկերացնում իրենց կողքին ավելի կայուն բնավորություն ունեցող մարդ, խոսքը կայացած մարդու մասին չի միայն, այլև ինտելեկտի մասին է, այսինքն մարդը պետքա հոգեպես ինտելեկտուալ լինի ու կարողանա քննարկել յուրաքանչյուր հարց։ Իմ համար ամենակարևոր բաներից մեկը այդ է, իրականում իմ ընտանիքից ելնելով առաջին հերթին, որովհետև իմ հայրը այնքան մեծ ստանդարտներ է իմ մեջ դրել զուտ իր պահվածքով, ոչ խոսքով, ոչ խրատներով, զուտ իր պահվածքով, այսինքն ես իրեն տեսնելով արդեն չեմ պատկերացնում, որ ոչ ստաբիլ ինչ-որ մեկը կարող է իմ կողքին լինել, իսկ թե իմ կողքին հիմա կա ինչ-որ մեկը, թե չէ, միշտ ասում եմ, որ սպոնտան եմ կայացնում իմ որոշումները կյանքի ամենալավ ու Այս այն հարցն է, որին ես սպոնտան չեմ մոտեցել երբեք, միշտ շատ երկար մտածել եմ դրա համար, միշտ գտել եմ ինչ-որ բաներ, որոնք որ ինձ խանգարել են, ինչպես նաև հիմա, հա, ինձ հետևորդներն շատ գրում են իրականում այդ մասին, բայց ոչ այս պահին չկա մարդ, ում ես պատկերացնում եմ հետագայում իմ կողքին, բայց ամեն ինչ իր ժամանակին։ Նաև եթե ամփոփենք գյուղի հետ կապված, որն է քո ամենամեծ երազանքը կամ նպատակը։ Ոյ, դուք գիտեք, ես ինչքան բաներ եմ ուզում մեր գյուղի համար։ Իրականում Դսեղն ինքնին շատ մեծ պոտենցիալ ունեցող գյուղ է, ինչպես որ ասեցի, ուղղակի պետքա տեսնել այդ պոտենցիալը ու շատ մարդիկ տեսնում են արդեն։ Ուղղակի հիմա մի քիչ արդեն հետին պլանանկել այս բիզնեսների մեջ, հետին պլանանկել այդ երիտասարդների կրթություն խթանող համակարգը, ես հիշում եմ մեր ժամանակ, այսինքն երբ որ ես դեռ դեռահաս էի, մենք դուրս էինք գալիս դպրոց, դասի եւ երեկոյան 8-ին 9-ին նոր վերադառնում էինք տուն, այդ ընթացքում մենք գնում էինք տարբեր ակումբների, թատերական ակումբի, մեդիագրագիտություն, ասեղնագործություն, ամեն ինչի մենք ունեցել ենք մեր գյուղում ու մասնակցել ենք։ Այս պահին այդ առումով գյուղը շատ զիջում է մեր տարիներին, որը շատ տխրեցնող է։ Միակ բանը հիմա որ կուզեմ Դսեղի համար, այդ դեռահասներին հնարավորություններ տալն է ինքնաճանաչելու, որովհետև եթե ես այդ շրջանում չզբաղվեի այն ամեն ինչով ինչով որ զբաղվել եմ, գուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր։ Հիմա կուզեմ այդ մասով աշխատանքներ տանեմ, կան պլաններ իրականում, այսինքն հետագայում ունեմ երազանքներ եւ նպատակներ այդ առումով, տեսնենք ինչ կստացվի։ Դե ինչ շնորհակալ եմ Նունե նման անկեղծ զրույցի համար, վստահ եմ մեր զրույցը կլինի մոտիվացիա բազմաթիվ մարդկանց համար։ Ես էլ շատ շնորհակալ եմ էլի ինձ նկատի ունենալու համար, դուք շատ սոցիալական հարցեր եք նաեւ բարձրացնում, ինչը ողջունելի է։ Շատ շնորհակալ եմ հաճելի զրույցի համար։ Ձեզ եւս շնորհակալ ենք մեր սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։